Շնորհակալություն մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում Հայաստան խմբակցության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունների մասին որոշումը։ Նախ նշեմ, որ անշարժ գույքի միասնական համակարգի բարեփոխման շրջանակներում կադաստրային արժեքի փոխարեն հարկման բազա է սահմանվել գույքի շուկայական արժեքին մոտարկված արժեքը, զուգահեռաբար վերացվել է գույքի չհարկվող շեմը, վերանայվել են որոշ դրույքաչափեր։ Միաժամանակ հարկային բեռի բարձրացման սահունությունը ապահովելու նպատակով սահմանվել է, որ 21 թվականից սկսած գույքի հարկը վճարվում է նոր կանոններով, տարեցտարի բարձրանալով 25%, 30%, 35%, 50%, 75% և հետագա 26 թվականից հետո արդեն 100% չափով, այսինքն այս փոփոխությունը ուժի մեջ է մտնում աստիճանաբար։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հարկային օրենսգրքով սահմանված 25 թվականի համար 75% չափով և 26 թվականի տարվա և հետագա տարիների համար 100%-ի չափով անշարժ գույքի հարկի հաշվարկման չափերը կիրառվում են միայն 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի մասով։ Երկրորդը, մինչև 200 միլիոն դրամ հարկման բազա ունեցող անշարժ գույքերի մասով 25 թվականի տարվա և հետագա հաշվետու տարիների համար անշարժ գույքի հարկի չափը հաշվարկվում է գումարի 75% չափով, այսինքն հաջորդ քայլը չի իրականացվում։ Հիմնավորման համաձայն արդեն իսկ հարկվում են նաև ցածրարժեք բնակարան կամ բնակելի տուն ունեցող անապահով քաղաքացիները, որոնք մինչ այդ ունեին գույքահարկով չհարկվելու արտոնություն։ Բացի այդ նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կասեցնել 21 թվականից տարեցտարի զգալի չափերով ավելացող հարկման բեռի աճը, որն ունի հակասոցիալական և անարդար բնույթ։ Այսինքն, նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել 26 թվականի հունվարի 1-ից հերթական շուրջ 30%-ի չափով գույքահարկի բեռի ավելացում նախատեսող օրենսդրական դրույթը։ Այստեղ պետք է նշեմ մի քանի հանգամանք։ Ինչպես հայտնի է, 21 թվականի հունվարի 1-ը անշարժ գույքի հարկման մինչև հունվարի 1-ը անշարժ գույքի հարկման նպատակով որպես հարկման բազա հիմք են ընդունվել կադաստրային արժեքները, որոնք եղել են խիստ թերագնահատված։ Այս իմաստով 21 թվականին իրականացված անշարժ գույքի հարկի համակարգի բարեփոխման նպատակը շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա հաշվարկվող համակարգին անցում կատարելը և դրանովից տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկում ապահովելն էր։ Երկրորդը, հատկանշական է, որ մինչև նոր համակարգի ներդրումը գործող գույքային հարկերի ամբողջ ներուժը կազմում էր համախառն ներքին արդյունքի 0.2%-ը, ինչը չափազանց ցածր ցուցանիշ է համադրելի երկրների համեմատությամբ։ Այստեղ պետք է նշեմ, որ տարբեր երկրներում այդ ցուցանիշը հասնում է 1, 2, 3%-ի։ Այսինքն, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկի ներուժը որպես համայնքային բյուջեների եկամտի կարևոր աղբյուր գործնականում գրեթե չի օգտագործվել։ Հատկանշական է նաև այն, որ համակարգի վերանայման արդյունքում 26 թվականի հարկի ներուժը 26 թվականին կանխատեսվող հնայի նկատմամբ գնահատվում է շուրջ 0.35%, այսինքն ավելացումը լինելու է ընդամենը 0.15%-ային կետով, ինչը նշանակում է, որ անշարժ գույքի հարկի բեռը դեռ շարունակում է ցածր լինել։ Կատարված աշխատանքների ընթացքում քննարկվել և գնահատվել են հարկման սանդղակների և դրույքաչափերի բազմաթիվ համակցություններ, որոնցից ընտրվել են հարկման իմաստով հնարավորին չափ արդար և համաչափ հարկում ապահովող տարբերակները։ Մեր կողմից կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ մինչև 25 միլիոն դրամ արժեք ունեցող բնակարաններն ու անհատական բնակելի տները կազմում են բոլոր բնակարանների և բնակելի տների ավելի քան 85%-ը։ Այս խմբի գույքային միավորների մասով ամբողջ 6 տարվա ժամանակահատվածում հարկային բեռի բարձրացումը էական չէ և կարող է կազմել մինչև 20,000 դրամ։ 25-ից 200 միլիոն դրամ արժեք ունեցող բնակարանների և բնակելի տների կշիռը կազմում է 11%։ Այս խմբի մասով հարկի միջին կշռված աճը կազմում է 50,000 դրամ։ Սա տարեկան ցուցանիշներն եմ ասում։ Հատկանշական է այն, որ մինչև 25 թվականին ներառյալ այդ աճերի 75%-ն արդեն իրականացված է լինելու, հետևաբար նախագծի ընդունումը շատ փոքր ազդեցություն կարող է ունենալ հարկային բեռի վրա։ Անշարժ գույքի հարկը սեփականության հարկ է, և այդ հարկի գծով պարտավորությունների չափ
ուղղակի պետք է կախված լինի գույքի արժեքից։ Այսինքն, որպես հարկատեսակ դրա մեծությունը չպետք է կախված լինի գույքի սեփականատիրոջ սոցիալական կամ այլ կարգավիճակից։ Առաջարկությունը հակադրվում է նաև վերջին տարիներին իրականացվող հարկային քաղաքականությունը, ինչը դրսևորվել է ուղղակի հարկերի դրույքաչափերի նվազման և գույքային հարկերի համակարգի բարեփոխումների շրջանակներում անշարժ գույքի հարկման բազան համապատասխան գույքային միավորների շուկայական արժեքին մոտակմամբ։ Այստեղ պետք է նշեմ, որ վերջին տարիներին մենք եկամտահարկի նվազեցումներ ենք ունեցել 23%-ից մինչև 20% և շահութահարկի նվազեցումներ ենք ունեցել, որը կազմում է 18%։ Ինչ վերաբերվում է այն դեպքերին, երբ սոցիալապես անապահով անձանց համար անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունների կատարումը կարող է խնդրահարույց լինել, ապա նշել ենք, որ օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն համայնքի ավականին համայնքի ղեկավարի ներկայացման և համայնքի ավականու սահմանված կարգով կարող է սահմանել անշարժ գույքի հարկի գծով արտոնություններ և դրանց մասով կայացնել հարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու որոշումներ։ Այսինքն հարկային օրենսդրությամբ սահմանված են համապատասխան կարգավորումներ ըստ անհրաժեշտության համայնքների կողմից հարկի գծով արտոնություններ սահմանելու համար։ Հաշվի առնելով ասվածը, հայտնում ենք, որ նախագիծը ընդունելի չի։ Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան, հարգելի գործընկերներ, այս պատմությունը սկիզբ է առնում 2018-19 թվականից, երբ մենք նախաձեռնեցինք շատ կարևոր օրենսդրական փոփոխություն, որը վերաբերվում էր համահարթ եկամտային հարկ սահմանելուն։ Ուզում եմ հիշեցնել, որ այդ պահի դրությամբ հանրապետությունում գործում էր 3 սանդղականի եկամտային հարկ՝ 23%, 27% մոտավորապես և 35%, այսինքն 3 սանդղակ ունեինք եկամտային հարկի և մենք որոշում կայացրեցինք, որ համահարթ դարձնել եկամտային հարկը սկզբից 23%, հիմա իջավ հասավ մինչև 20%-ի, այժմ մենք ունենք 20% եկամտային հարկ։ Երբ այն ժամանակ մենք այս փոփոխությունը անում էինք, ընդդիմության ներկայացուցիչները սկսեցին բողոքի ակցիաներ, ասելով, որ սա անարդար է, որովհետև մենք, այսպես ասած, բարձր աշխատավարձ ստացողներին կամ մեծ եկամուտներ ստացողներին համար օրենսդրական փոփոխություններ ենք անում, ինչը սոցիալական անարդարությունը խորացնում է, և մենք այն ժամանակ ասենք, որ սա մի քայլանի գործողություն չէ, և մենք հաջորդ քայլով պետք է գույքային, մասնավորապես անշարժ գույքի հարկի փոփոխություն իրականացնենք, և ահա նրանք, ովքեր շատ եկամուտներ ունեն, նրանք ենթադրվում է, որ ունեն նաև ավելի լավ անշարժ գույք և հետևաբար անշարժ գույքի հարկի ձևով այն անհարթությունը, որը առաջանում է, այդ անհարթությունը մենք կլրացնենք, այն ժամանակ ասվում էր, որ մենք գիտենք, որ դա չէ կանելու և այլն, բայց հիմա մենք եկանք և այո, շատ բարդ, բայց շատ կարևոր որոշում կայացրեցինք և այդ որոշումը ընդունվեց և նաև ուրիշ և շատ կարևոր է արձանագրել, թե ինչի ա բերել այդ որոշումը։ Շատ կարևոր է արձանագրել, որ այս հարկային փոփոխությամբ պետական բյուջեի եկամուտները լրացուցիչ 0 են։ Պետական բյուջեն Հայաստանի Հանրապետության այս գումարից 0 եկամուտ է ստանում, անշարժ գույքի հարկի։ Բավ է ստանում այդ եկամուտը։ Այդ եկամուտը ստանում են համայնքները։ Համայնքները, և ես ուզում եմ նաև ընդգծել, որ այդ թվում անշարժ գույքի հարկերի հավաքման արդյունքում մեր համայնքների համախառն եկամուտները, սեփական եկամուտները 2019 թվականից այս կողմ կրկնապատկվել են։ Եվ այդ թվում այդ կրկնապատկման շնորհիվ է, որ համայնքները ճիշտ է, կառավարությունը սուբվենցիաներով ֆինանսավորում է ապահովում որոշ դեպքերում 70 և ավելի տոկոս, բայց միևնույնն է համայնքները սրա արդյունքում են, որ իրենց բյուջեները ավելացել են։ Եվ այս գույքային հարկերի հետ կապված այս ըմբռնումն էլ շատ էական նյուանս է պարունակում իր մեջ, որովհետև սա այն դեպքն է, երբ որ բառից բուն իմաստով մենք մարդկանց ասում ենք, որ հարկային քաղաքականությունը գումարը աջ գրպանից հանել, ձախ գրպանում դնելն է և հակառակը։ Որովհետև մեր սիրելի քաղաքացիները, երբ որ նամակներ են գրում, ասում են, որ մեր շենքի տանիքը կաթում է, մեր բակում էս չկա, մեր բակում այն չկա, կներեք կառավարության գործը չի ընդհանրապես այդ շենքի տանիքներով զբաղվել, չնայած մենք ստիպված ենք զբաղվել։ Դա մաքուր տեղական ինքնակառավարման մարմինների ֆունկցիա է, իսկ տեղական ինքնակառավարման մարմինը դրանով կարող է զբաղվել, եթե ունենա բյուջե։
Սրա մասին է խոսքը։ Մենք այդ գումարը, որովհետև իմիջայլոց այդ միջավայրային բանը, միջավայրային բարեկեցության ընկալումը հաջորդ ֆունդամենտալ խնդիրն է, որ մեր երկրում չկա։ Եվ միջավայրը չի համարվում ընդհանուր, միջավայրը չի համարվում սեփականության, ընդհանուր սեփականության զգացողություն չկա, որովհետև այո, այն որ դու կարող ես ունենալ տուն, եւ այդ դռնից տան շեմից են կողմ ինչ տեղի կունենա, ընդհանրապես մենք մեր հոգսը չենք համարում։ Ինչ որ իմաստով դա ճիշտ է, որովհետև մենք անհատապես չենք կարող այդ հոգսի տակ մտնել։ Եվ հետեւաբար բա ոնց լուծենք այդ հոգսը։ Այդ հոգսը լուծվում է սենց տեղական ինքնակառավարման մարմիններով, այդ գումարը գեներացնելով, այդ գույքի գումարը բերելով միտեղ եւ այդ գույքերի դիմացի մայթը, փողոցը, լույսը, ծաղիկը, ցանկապատը եւ այլն դիմացի մանկապարտեզը կառուցելով։ Սրա մասին է խոսքը։ Եվ այս գումարը, գույքարկի գումարը, որը մենք օրենսդրությամբ ասում ենք, որ պետք է հավաքվի գնա համայնք, մենք ուղղորդում ենք, որ համայնքը ինքը իր բարեկեցության վրա ծախսի, շատ կարևոր է սա արձանագրել։ Այդ գումարները ծախսում են ժողովրդի ընտրած ավագանիները, համայնքների ղեկավարները։ Ոչ մեկ չի կարող ասել, մենք մեր համայնքի ղեկավարին չենք ընտրել, ձայն չենք տվել, եկել են կեղծել, չեն կարող այդպիսի բան ասել։ Էս էլ դնենք մի կողմ։ Այս վերջերս մենք ընդունեցինք մի նոր կարևոր մեխանիզմ, որը գնալով այդ մեխանիզմի ծավալները մեծանալու են, դա մասնակցային բյուջեն է։ Երբ որ համայնքի բնակիչները իրենք կարող են որոշել, ասել, որ մենք ուզում ենք, որ մեր գույքահարկը ծախսվի այսինչ կոնկրետ խնդիրը լուծելու վրա։